Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Մեր եթերը շարունակվում է, այն շարունակվում է հարցազրույցով, մեր հյուրն է ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հայ կյանք շաբաթաթեթրի գլխավոր խմբագիր Աբո Չապարյանը։ Բարև ձեզ, պարոն Չապարյան։ Բարև ձեզ։ Պարոն Չապարյան, ես սկսելու եմ խոսել Գազայում տիրող իրավիճակից, թող սա ձեզ պարադոքսալ չթվա։ Տեսեք, շատ փորձագետներ, որոնք զբաղվում են այդ խնդրով, նշում են, որ այդ ճանաչումների շքերթը Պաղեստինի, որը այս պահին իրականանում է Եվրոպայում, Եվրամիության երկրներում, Կանադայում եւ այլ երկրներում, հիմնական պատճառը դա տեղի համայնքների, արաբական համայնքների մեծ աշխատանքն է, որովհետև այդ երկրներում ձևավորվում է համապատասխան հասարակական կարծիք, ինչը թույլ է տալիս հասնել այդ ճանաչելու շքերթին, ինչի մենք հիմա հետևում ենք ինչին։ Մենք ժամանակին Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, որքանով ես հասկանում եմ, այդ աշխատանքը կամ չենք կատարել, կամ կատարել ենք մեղմ ասած թերի։ Հիմա մենք մտել ենք մի նոր փուլ Արցախի ցավալի կորստից հետո, երբ որ ինձ այդպես է թվում, ամերիկահայության ռազմավարական առաքելությունը Հայաստանի անվտանգության եւ ժողովրդավարության մեջ բավականին մեծ է, հաշվի առնելով, որ այս պահին գոյություն ունի թրիփ, Թրամփի ուղի, եւ սա մեզ համար ինչ խոսք, եւ դեր քաղաքական խնդրի լուծում է գործող իշխանության համար, պետք է սա ընդունենք, եւ ամենակարևորը անվտանգային խնդիր է, տնտեսական զարգացման հեռանկարներ է բացում, ամեն ինչ հիմա կառուցվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ։ Ամերիկահայության առաքելությունը այս ամենում որն է, որը պետք է լինի, եթե չկա, եւ ընդհանրապես խնդրեմ ձեր պատկերացումները այս թեմայի շուրջ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պետք է ասել, որ Ամերիկայությունը շրջադարձային ինքնաբացահայտում կգալարի, երբևէ անցնող 35 տարվա ընթացքին Ամերիկայությունը այսպես ճիշտ չէ կողմնորոշված, սա առաջին անգամն է, աննախընթաց է սա, աննախադեպ է, որովհետև առաջին անգամ ըլալով ամերիկահայության կարևոր շրջանակներ, հետս հետե աճող թվականագով աճ ապրող շրջանակներ, սկսած են իմանալ, որ հատկապես 2020-44 օրյա աղետալի պատերազմին հետքը Ամերիկայությունը պետք է գործընկերություն ստեղծի ռազմաքաղաքական շրջանակների հետ։ Բոլոր հարկանքներովս մեկտեղ արդեն իսկ գոյություն ունեցող այլ գազագերբություններուն անունները տալը կենսական չէ այս պահին, բայց պետք է ասել, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը որպես ուսուցողական, educational, մարդասիրական, humanitarian եւ ուրեմն ընդհանրապես այնպիսի կարևոր առաքելություն գեդաբնթե, որ ուսուցման ճանապարհով, ոչ թե լոբիինգի ճանապարհով ռազմաքաղաքական շրջանակներուն գահաղորդե գենսականությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմական, քաղաքական եւ տնտեսական թաշինքի առավել հզորացում։ Այսպիսի բան երբեք չէ վադահած, չէ իրականացած ամերիկահայ յանքերներս, երբ քիդագից ամերիկահայեր networking, այսինքն ցանց կազմելով ոչ հայ հայասեր ամերիկացիներու հետ, ինչպիսիք են օրինակ համար ամերիկյան բանակի գեներալ-մայոր երկու աստղանի թոշակառու Մարկ Մքարլին, նույնպես գեներալ-մայոր Էդվարդ Դորմանը, Lieutenant Colonel James Robinette, US Army Major, ամերիկյան բանակի երկու աստղանի գեներալ-մայոր John Cam եւ բազմաթիվ ուրիշներ։ Սա աննախադեպ է, գործընկերության ամենաառողջ մոդեցումն է, ճիշտ է մենք պետք է որ ասենք կապեր հաստատենք օրինակ համար կոնգրեսականներու հետ եւ այլ ասենք սենատի ընդրված ժողովրդի կողմից ընդրված անդամների հետ,
բայց ամենակարևորը մենք պետք է լավ իմանանք, որ ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է։ Եվ քիչ առաջ ակնարկեցիք օրինակի համար Թրամփի մասին, Թրամփի ճանապարհի մասին, պետք է ասել, որ ամերիկահայ այդ քիդակից շրջանակները երբ իրենք գործընկերության մեջ մտան եւ ուսուցման ճանապարհով Ամերիկայի եւ Հայաստանի միջև ռազմական, քաղաքական, տնտեսական դաշինքի հզորացման մասին դերակատարություններ փոխանցեցին, այդ գործընթացը արդեն սկսած էր 2021-ի մարտ ամսին, երբ հիմքը դրվեցավ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտին։ Այնպես որ ճիշտ է որ հիմա TRIP կգոչվի, Trump Route for International Peace and Prosperity, բայց կարող է լինել հանգարց դեղը ուրիշ անձը, օրինակ Mr. Anderson, այն ժամանակ պիտի գոչեր Arab, չէ՞։ Ուրեմն սա բադահական չէ։ Այնինչ որ ասենք այս փուլին Թրամփը կամ Թրամփի վարչակազմը սկսած է ավելի սերտ գերբով իմանալ կարևորությունը Հայաստանի հետ գործընկերություն հիմնելու մասին։ Ճիշտ է, ինչպես շատերը գիտենք, Բայդենի օրով սկսավ առաջին քայլը։ Այնպես որ ամերիկան որպես ինստիտուցիոնալ պետություն ես ուրախ եմ հայտնելու, որ առաջին անգամ լալով քիդագից ամերիկահայերը եւ հայասեր ամերիկացիների միջև աննախադեպ գործընթացը սկսած է։ Հիմա կմնա որ անգլերեն ինչպես որ գսեն it takes two to tango, հիմա կմնա որ Հայաստանի ղեկավարությունը ընթരാճ կա եւ իր մասնապաժինը բերե, որովհետեւ մենք այնպեսի բատմական խաչմերուկի առաջ կգտնենք որպես հայ ժողովուրդ, որ ինչպես որ հայաստանցիները գսեն թիթիզություն բեք չէ։ Պետք է հայկական գոմնալ հաստատ խրոխտ քայլերով իր տնային բարդականությունը ընե եւ աշխատասիրություն ցուցաբերե։ Այն չէ որ սպիտակ ցիավորը ժամանելու է եւ մեր բոլոր խնդիրները լուծելու է։ Հայաստանի կառավարության մասնակցությունը այդ աննախադեպ գործընթացում ինչպես եք պատկերացնում։ Քաչալերական, սակայն նախապայմանված քաչալերական գմնա որ Հայաստանի պետական ղեկավարությունը հաստատ քայլերով կորզաթրման, որովհետև օգոստոսի 8-ին նախա պայմանակիրը, ասենք Ադրբեջանի հետ խաղաղության նախա պայմանակիրը պետք է որ հաջորդ փուլ մտնա, պետք է հաջորդ հանգրմանը մտնա, պայմանով որ առաջին փուլի հետ կապված տնային բարդականությունները երկկողմանի կերպով կորզաթրվին։ Այլապես այս խոշոր զարգացումը, թրական զարգացումը կմահանա։ Դուք բարբերաբար շեշտում եք այս դերույթը գիտակից հայեր, գիտակից ամերիկահայեր կներեք, անգիտակից էլ կան։ Այո, բարեբախտաբար անոնց թիվը բավականին քիչ է եւ նաեւ կան հագագիտակիցներ, եթե արդարը գուզենք ստեղծել։ Իսկ դրանց թիվը շատ է։ Ջրջին փոքրամասնություն է։ Պետք է հրաբարական ասեմ, որ տասական կուսակցությունները հատկապես դաշնակցությունը, որ ընդհանրապես կփորձեն Հայաստանի մեջ բարձրացնել, որ իբրև թե իրենք Լոս Անջելեսի հայության կամ Արևմտյան Միացյալ Նահանգների հայության կարևոր մեկ շրջանակ կներկայացնեն, այդպիսի բան այլևս գոյություն չունի։ Ամերիկահայերը պետք է ասել, որ առողջ չախճախից մեծամասնությամբ պետք է ասել նույնիսկ 98%-ով բավականին առողջ կմոտենան հայկական պետականության հանդեպ իրենց բարդականություններուն։ Եվ պետք է ասել նաև, որ հուլիսի 13-ին, երբ հին քողապետականներու ներկայացուցիչները Լոս Անջելեսի մեջ Հայաստանի հյուպատոսության թեմը իբրև թե սկիզբը հայրենասիրական ասենք ցույց ակցիա բիդնեն, հետո բացահայտեցինք, որ իրականության մեջ հագապետական ակցիա բիդնեն, եւ այդ բացահայտում են յետքը
մեգես մինան արեմդահայության վրա 108 հոգի մասնակցավ։ Դուք եղեք թադավորը։ Եվ այդ 108 հոգին կներկայացնեին Կարեկին Բն, Գդրիչ Ներսեսյանը, Ռսասրուկ հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյականները եւ Արեմդյան Միացյալ Նահանգներու arczepiskopos Հովնան Դերդերյանը ընդհանրապես հին ասենք կողապետականներու ներկայացուցիչները։ Պարոն Չապարյան, հայ հին ամենահին ավանդական կուսակցությունը, դաշնակցությունը, հայ առաքելական եկեղեցին, կաթողիկոսը աշխատում են Հայաստանի իշխանությունների դեմ, հետևապես ես դա այսպես եմ ընդունում, Հայաստանի Հանրապետության դեմ, պետականության դեմ։ Սա ինչպեսի զգացմունքներ է առաջացնում ամերիկահայերի մեջ, երբ որ նրանք այս ամենը տեսնում են։ Հարցեր չեն առաջանում, օրինակ Կտրիչ Ներսիսյանին կամ այդ դաշնակցականներին, որոնք այդ գործողություններով զբաղվում են, օրինակ Գլենդելում, ինչ հարցեր են առաջանում։ Զայրույթ, ճիշտ է որ հրաբարակավ չեն, ասենք, ելույթ ունենալ այդ չախչախից մեծամասնությունը, չսելու համար բացարձակ մեծամասնությունը, բայց չնշանակի, որ այդ բացարձակ մեծամասնությունը գոյություն չունի։ Ինչպես որ շատերը գսեն լուր մեծամասնությունը, սակայն ըստ երևույթին այդ լուր մեծամասնությունը ատկանալ փասիվ չէ, բավականին արտնամիտ կերպով գեհետևին զարգացումներին եւ արդեն փաստը կմնա փաստ, որ հուլիսի 13-ը շրջադարձային օր է, հուլիս 13 հուլիս 2025-ը, երբ 1.5 միլիոն ամերիկայության վրա 108 հոգի միան մասնակցավ այդ փողոքի ակցիային, որը գեհեդաբնթեր Կարեկին Գդրիչ Ներսեսյանի ամիջական գլանագից Փակրատ Սրբազանի եւ մյուս Սրբազանի ասենք ազատության ապահովումը եւ Սամվել Գարաբեդյանի ազատության իրականացումը եւ այլոց։ Ձեր կարծիքով դաշնակցությունը, հայ առաքելական եկեղեցին ինչ են աշխատում Հայաստանի դեմ։ Որովհետեւ 1960-ականներին նոր վերջերս սկսած է ավելի ասենք դարածվել այդ փաստը 1960-ականներին դաշնակցության բարակային դժբախտաբար KGB-ն ներթափանցած է ըստ նույն ինքն Օլեգ Կալուգինի վկայությամբ ականադեսությամբ իր քիրքի մեջ մարամասն քրած է իսկ ինչ կվերապերի Հայաստանից առաքելական եկեղեցու բռնազավթման ես անձնապես իրազեկված եմ Փոլոժենիայի թրությամբ թե ինչպես ցարական Ռուսաստանը, սովետական Ռուսաստանը եւ հիմա Պուտինյան Ռուսաստանը բռնազավթած են Հայաստանից առաքելական եկեղեցու ամենայն հայոց հայրաբուդության աթոռը եւ համագարկված գերվով սովետի ժամանակին միջև նույնիսկ այսօր Գդրիչ Ներսեսյանի բռնազավթումով ամենայն հայոց հայրաբուդության սուրբ աթոռը նույն ցևի գշարնակվի Հայաստանից առաքելական եկեղեցու մանիպուլյացիոն կորձունեությունը եւ դժբախտաբար Գդրիչ Ներսեսյանի ղեկավարությամբ Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցին վերածված է հագաբետական կենտրոնի եւ ոչ միայն Հայաստանի մեջ, այլև սպիրկյան որոշ թեմերու մեջ եւ որոնց հերթին Արևելյան Միացյալ Նահանգների թեմը, Կանադայի թեմը, սա ես կսեմ ամենայն պատասխանատվությամբ, Արևմտյան Միացյալ Նահանգների թեմը, Ֆրանսիայի թեմը, Ռումանիայի թեմը, իհարկե շատ դարածուն թեմա է սա եւ գխորին որ 20 րոպե չի 200 րոպե չի փաբեր այս բացահայտումները իրականացնելու բայց փաստը կմնա փաստ որ այնքան անհանգստացած էին այս բացահայտումներով որ USA Armenian Life-ը եւ հայյանքը կգադարեին եւ կշարունակեն գադարել նույնիսկ Կարեկին Գդրիչ Ներսեսյանի ամիջական գլանագից Հովնան Դերդերյանը բադվոտած փածած էր որբեսի լրացներ
Սկիզբը մահվան սպառնալիք, ետքը դեսան, որ մահվան սպառնալիքը չի օգնում, որ կարենան լրացնել, հետո բադվոտած 15 փողակարման գեդերը բոլորնալ բարդության մատնվեցավ Գտրիչ Ներսեսյանի ամիջական գրանագից Վահրամ Դերդերյանը, որ գոչվի arczepiskopos Հովնան Դերդերյան։ Ուրեմն այս տիպի բացահայտումները իրենց սաստիկ գանանկստացնեն եւ թշպախտաբար անշուշտ թերևս հայ ժողովուրդը եւ հատկապես հայաստանից արեգերական Սուրբ Եկեղեցու հետևորդները թերևս չեն կարողացած աթորազրկել եւ Գդրիչ Ներսեսյանը դարձնել 16-րդ կամ 17-րդ աթորազուրկ ամենան հայոց կաթողիկոսը։ Բայց ըստ երևույթին նկարդումներ կան եւ հերանգարային աշխատանքներ ես գտեսնեմ, որը շատ քաջալերական է եւ ի վերջո ինչպես որ գսեն ոչ թե եթե այլ երբ Ես բազմիցս եմ այդ թեմային անդրադարձել, պարոն Չապարյան, եւ իմ անձնական գնահատականով համաձայն ժամանակին միջև 18 թվականը, միջև իշխանափոխությունը Սփյուռքը ընդհանրապես, Սփյուռքը ամերիկահայությունը ընկալվում էր հայաստանյան իշխանությունների մոտ, կներեք արտահայտության համար շատ կոպիտ է, որպես կթուկով։ Եվ այսօր այդ նույն ընդդիմադիրները, որոնք ժամանակին իշխանություն էին կամ իշխանություն չէին, գալիս են էլի Ամերիկա, հա, վստահ եմ դուք էլ դա գիտեք, Կալիֆոռնիա, Գլենդել դրամահավաքներ են անում, ասում են մենք սա այս գումարները ուղղելու ենք պայքարի համար, պայքարելու ենք Հայաստանի համար, ապագայի համար եւ այլն եւ այլն։ Հիմա 18 թվականից հետո իշխանության մոտեցումը Սփյուռք փոխվել է այս առումով։ Պետք է ասել որոշ չափով շատ թանթաղ, շատ ասենք սահմանափակ գերով թեպի թրական այո, բայց ոչ իսկապես իր պոտենցիալին համազոր քայլերով, որովհետև այո, շնորհակալ եմ, որ նշեցիք հատկապես հին ռեժիմականներու օրով մինչև 2018-ը Սփյուռքի արտերկիր հայությունը բիդակավորված է եւ կորզական գերբով ընդունված է որպես գտանգով եւ հիմա Սա մեր ամոթն է, ընդհանուր ազգային ամոթն է։ Իհարկե, ոչ միայն Հայաստանի ղեկավարության ամոթն է, այլ նաեւ նույն ինքն այդ ժամանակվա Սփյուռքյան կառույցներու ղեկավարներու ամոթն է, որովհետեւ ես բարերը իրերը պիտի գոչեմ իրենց անուններով, որովհետեւ Գաբիգի արշավ սկսած էր, Գաբիգի դողանց էր եւ ամեն մեկը ցույց կտար իր կարևորությունը, ճագերդյալ կարևորությունը, հոգ թե հայկական pedagogiությունը գդուժեր եւ սփյուռքյան լայն շրջանակներ օդարացումի ճանապարհը գբրնեին, հոգ թե սփյուռքյան ասենք ներդրողներ թալանի գենթարգվեին եւ հուսախապության լուրը գդարածվել Սփյուռքի դարաշքին, բայց հիմա մենք ունենք ոսկե արի, հատկապես օգոստոսի 8-ի այդ մեծապես թրագան զարգացումեն ետքը նոր բազմաշրջան ստեղծելու, նոր բազմաշրջան գերդելու, որովհետեւ իսկական Սփյուռքը ժամանե, ոչ թե հայ-հեղափոխական դաշնակցության սորոսականները ժամանեն, ոչ էլ հայ-հեղափոխական դաշնակցության բյուրոյական ռսաստրուկ բյուրոյականները ժամանեն, այլ հայրենասեր դաշնակցականները, հայրենասեր հնչակյանները, հայրենասեր ռամգավարները եւ անշուշտ պետք է ասել, որ հատկապես ամերիկայության շախճախիչ մեծամասնությունը պետք է ասել 98%-ը ոչ մեկ կուսակցության չեն հարիր։ Եվ մեր առաջադրանքն է, որ հատկապես այդ 98%-ը ներկայացնողները առավել եւս խրախուսվին եւ Հայաստանի հետ, հայկական pedagogiության հետ ինտեգրացման առաջադրանքը բոլորս միասնաբար իրականացնենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, պարոն Չապարյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հայ կյանք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աբո Չապարյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջինի եթերում։